2026 թվականին առողջության ապահովագրությունը պարտադիր է դառնալու նաև 200,000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար, բայց 200-ից 500,000 դրամ ստացողները կարող են ապահովագրության գումարի որոշակի մասը հետ ստանալ որպես սոցիալական ծախսի փոխհատուցում։ Հնարավորություն կունենան արդեն իսկ 26 թվականին եկամուտների հայտարարագիրը հաստատելուց հետո ամսական կտրվածքով իրենց վճարած եկամուտային հարկից հետ ստանալ 6,000 դրամ ու իրանք կարողանում են այդ հետ ստանալ հենց 26 թվականին, այսինքն ոնց որ կանխավճարով։ Ապահովագրության ամսական վճարը լինելու է մոտ 11,000 դրամ։ Դրա մի մասն էլ կարող է գոյանալ զինապահ հիմնադրամին փոխանցվող դրոշմանիշային վճարից, որը մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող բոլոր քաղաքացիների համար նվազեցվելու է մինչև 1,000 դրամ։ 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողների դրոշմանիշային վճարն այժմ 5,500 դրամ է։ Փաստացի 4,500 դրամ ազատվում է այդ դրոշմանիշային վճարից, որը նույնպես ազատ միջոց է ու այդ ապահովագրությանն է ուղղվում։ Ստացվում է առողջության պարտադիր ապահովագրության համար 200-ից 500,000 դրամ ստացող քաղաքացուն կմնա վճարել ամսական առավելագույնը 500 դրամ։ Ապահովագրությունը 2026 թվականին պարտադիր է դառնալու ոչ միայն 200,000 և ավելի աշխատավարձ ստացողների համար։ Մյուս խմբերն են 65 և ավելի տարիքի անձինք, մինչև 18 տարեկանները և հաշմանդամություն ունեցողները։ Նրանց բոլորի ապահովագրության վճարը պետք է տրամադրվի պետական բյուջեից։ Իսկ ինչպես են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկվելու սոցիալական փաթեթի շահառուները, որոնք պետական համակարգի աշխատողներ են ու որոնք այժմ էլ պետության կողմից հնարավորություն ունեն առողջապահական որոշակի ծախսերի փոխհատուցում ստանալ։ Բացի այդ էլ նրանց հատկացվում է ամսական 6 կամ տարեկան 72,000 դրամ, որը կարող են ուղղել կրթությանը, հանգստին, հիպոթեկին։ Նախատեսվում է, որ հնարավորություն կստեղծվի այդ 6,000-ական դրամները նույնպես դարձնել ապահովագրության վճար։ Այդ դեպքում քաղաքացին, սոցփաթեթի շահառուն, եթե ուզում է, որ այդ 6,000 դրամը ուղղվի իր ապահովագրավճարի վճարմանը, դիմում պետքա գրի իր հաշվապահություն եւ խնդրի, որ այդ 6,000 դրամը ոչ թե ուղղվի իր սոցիալական վճարի այդ բանկային հաշվի համարին, այլ ուղղվի որպես ապահովագրավճար։ Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,000 դրամից ավելի է, ապահովագրական համակարգում կընդգրկվեն 2026 թվականից, մինչև 200,000 դրամ ստացողները կապահովագրվեն 2027 թվականից։ Այդ ընթացքում սովորականի պես օգտվելով սոցիալական փաթեթի գործող հնարավորություններից, որի առողջապահական բաղադրիչն ավելի սահմանափակ է, քան ապահովագրության ծածկույթն է լինելու։ Սամվել Խարազյանի տվյալով սոցփաթեթի շահառուների քանակը 120-ից 130,000-ի սահմաններում է։ Նրանց 60-ից 70%-ը ստանում է 200,000 դրամից ավելի աշխատավարձ ու հետևաբար ապահովագրության ներդրման առաջին տարում ներառվելու է այդ համակարգ։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։